Ես Ազա Բաբայանն եմ, լրագրող եւ պատմաբան։ Ողջույն։ Ապրիլի 16-ին 1797 թվականին Մոսկվայի Ուսպենսկի տաճարում թագադրվել է կայսր Պավել առաջինը։ Մի քանի տարի անց 1801 թվականին իր իսկ պալատում նրան դաժանաբար սպանեցին, եւ սա Ռուսաստանի պատմության թերևս ամենահետաքրքիր էջերից մեկն է։ Եվ ես ձեզ կուզենայի պատմել եւ Պավել առաջինի մասին, եւ համաշխարհային, եւ մեր պատմության հետաքրքիր մյուս էջերի մասին։ Ես կուզենայի ձեզ հետ խոսել գրականությունից, երաժշտությունից եւ էլի հետաքրքիր բաներից, բայց ես խոսելու եմ ձեզ հետ քաղաքականությունից։ Թողնում ենք թագադրումները անցյալում, իսկ այսօր Գյումրիում նոր քաղաքապետ են ընտրել եւ այդ նոր քաղաքապետը ընդդիմադիր է։ Ընդդիմությունը այսօր դե յուրե եւ դե ֆակտո արձանագրեց հաղթանակ։ Նա վերցրեց Հայաստանի մեծությամբ երկրորդ Գյումրիի քաղաքապետի պաշտոնը եւ արձանագրեց եւս մեկ հաղթանակ, կարողացավ պայմանավորվել ընդդիմության ներսում, կարողացան պայմանավորվել եւ ԿՊԱ-կանը չդարձավ Գյումրիի քաղաքապետ։ Մի կողմ դնենք Վարդան Ղուկասյանի անձը, մի կողմ դնենք նրա անցյալը, սա կարևոր չէ։ Կարևորը որ ԿՊԱ-կանները չունեն քաղաքապետի պաշտոնը։ Հետաքրքիր է նաև, որ ընդդիմությունը այդուհանդերձ կարողացավ պայմանավորվել երկար բանակցություններից հետո եւ մասնակցեց այդ ընտրություններին ոչ թե միասնական ցուցակով, միասնական տեխնացուով, այլ մասնակցեց առանձին, իսկ ընտրություններից հետո իր ձայնը տվեց ամենաշատ ձայն հավաքած տեխնացուին եւ հավանաբար այս ռազմավարությունը ընդդիմությունը ստիպված է լինելու կիրառել նաև 2026-ին կայանալիք համապետական ընտրություններին, որովհետև ընդդիմության ներսում չկա համախմբում, չկա միասնություն եւ իրենք չեն կարող միասնական ճակատով, միասնական ուժով մասնակցել ընտրություններին, որովհետև ընդդիմությունը իսկապես պարակտված է։ Համենայն դեպս հեղափոխությունից 7 տարի անց նրանք նույնիսկ չեն կարողացել պայմանավորվել, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին իշխանության հարցի շուրջ։ Նախորդին Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե 2018-ին նա չի պարտվել Նիկոլ Փաշինյանին, այլ պարտվել է երրորդ ուժերին, երրորդ հզոր ուժերին։ Պատվեցինք մեր տարածաշրջանում իրենց հաշվարկներն ու ծրագրերն ունեցող եւ ամեն կերպ դրանց իրագործմանը ձգտող ուժերին։ Նրանք Հայաստանում գտան կարմիր գծեր չունեցող իշխանության ու փողի համար ամեն ինչի պատրաստ ազգուրած տականքների, ովքեր պոպուլիզմով մթագնեցին շատերի ուղերձները։ Եվ սա լայնորեն տարածված վարկած է, բայց սխալ վարկած է եւ վտանգավոր։ Սխալ է, որովհետեւ 2018-ին փողոց են դուրս եկել հազարավոր հայաստանցիներ, ովքեր չեն ուզում, որ Սերժ Սարգսյանը գնա երրորդ ժամկետի։ Մինչ այդ նա փոխել էր երկրի սահմանադրությունը, ասելով, որ պետք է դա պետությանը սուտ էր, ինչպես նաև սուտ է այսօր, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ուզում է փոխել սահմանադրությունը, որովհետև այն պետք է փոխել եւ ոչ թե նրա պատճառով, որ դա պնդում են Բաքվում։ Բաքվից հնչում են այդ պնդումները, որ Հայաստանը պետք է սահմանադրությունը փոխի։ Հակառակ դեպքում Հայաստանը չի ունենա խաղաղություն։ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմակիցները երազում են մի փաստաթուղթի տակ ստորագրել։ Կապ չունի ինչ փաստաթուղթ, պարզապես լինի փաստաթուղթ, որով նրանք կարող են գնալ 2026 թվականի ընտրություններին ասելով ժողովրդին, որ մենք բերել ենք խաղաղություն։ Ինչ խաղաղություն կարող է մեզ բերել այս մարդը։ Նա չի կարող բերել եւ դուր է գալիս մեզ այս մարդը, թե ոչ, դուր է գալիս մեզ այս պատկերը, թե ոչ, նա մեր երկրի ղեկավարն է եւ աշխարհը մեզ ճանաչում է հենց այս մարդով, աշխարհը մեզ ճանաչում է որպես մի երկրի քաղաքացիներ, որի ղեկավարը Փաշինյանն է։ Եվ այսինքն անդիմությունը այսօր պետք է խոսի ոչ թե այն մասին, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին իշխանության, այլ ով պետք է Նիկոլ Փաշինյանին հեռացնի իշխանությունից։ Ով եւ ինչպես, այս հարցերը օրակարգ դեռ չեն եկել։ Իսկ քանի դեռ այս հարցերը չեն եկել օրակարգ, Փաշինյանն այսօր կրկին հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժման վերադարձ Հայաստանում չի լինելու։ Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու։ Բայց դա դեռևս չի նշանակում, որ նույնիսկ այս հայտարարությունների ֆոնին Բաքուն պատրաստ է պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ։ Բաքուն պահանջներ ունի Հայաստանից փոխել սահմանադրությունը եւ լուծարել Մինսկի խումբը, ընդ որում Հայաստանը այս պահանջներին չի ընդդիմանում, ընդհակառակը ասում է պատրաստ է եւ Մինսկի խումբը լուծարել եւ սահմանադրությունը փոխել ժամանակի հարց է։
Մինսկի խմբի լուծարման հարցում Միրզոյանը Անտալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է լուծարել Մինսկի խումբը, սակայն նույն պահին, երբ ստորագրի խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ։ Եվ ընդ որում, եթե նախկինում Հայաստանի իշխանությունները ասում են, որ պատրաստ են այս տարի ստորագրել պայմանագիրը, առաջիկայում ստորագրել պայմանագիրը, այսօր ստորագրել պայմանագիրը, այժմ ասում են, որ պատրաստ են ստորագրել այս րոպեին, հավանաբար հաջորդ փուլը կլինի, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը հենց այս վայրկյանին եւ պայմանագիրը չի ստորագրում Բաքուն։ Խաղաղությունը չի գալիս, սահմանին հանգիստ չէ։ Գրեթե ամեն օր ադրբեջանական բանակը կրակում է Հայաստանի ուղղությամբ, հայկական դիրքերի, հայկական գյուղերի ուղղությամբ, եւ թեև Հայաստանի պաշտպանության նախարարը պարբերաբար հայտարարում է, թե իրականում ադրբեջանական բանակը չի կրակում մեր ուղղությամբ, այլ ինչ որ այլ ուղղությամբ է կրակում, ակամա մտածում ես գուցե Հայաստանը արդեն վերածվել է հրաձգարանի ադրբեջանական բանակի համար եւ նրանք ընդամենը կրակում են զվարճանալու համար։ Ընդ որում Անտալիայի դիվանագիտական այդ ֆորումին եւ թուրքերը եւ ադրբեջանցիները Միրզոյանին հարցնում են Զանգեզուր, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Եվ մենք հասկանում ենք, որ այդ Զանգեզուրի միջանցքի հարցը այն հարցն է, որը որևէ ձևով օրակարգից չի հեռանալու պայմանագիրը ստորագրելուց հետո, որտեղ պայմանագրում Զանգեզուրի միջանցքի մասին ոչինչ չկա, տրանսպորտային հաղորդակցությունները առանձին են բանակցվում։ Զուգահեռ այդ փաստաթղթին ինչ են բանակցում, մենք կարող ենք միայն ենթադրել այն հայտարարություններից, որոնք անում են Բաքուն եւ Երևանը։ Բաքուն մասնավորապես պահանջում է, որ տրանսպորտային հաղորդակցությունը Նախիջևանի եւ Ադրբեջանի միջև լինի բացառապես միջանցքի տրամաբանությամբ։ Երևանն ասում է պատրաստ է զիջումների, պատրաստ է առաջարկություններ է անում, պատրաստ է տրամադրել շատ հեշտացված այդ տրանսպորտային հաղորդակցությունը առանց լուրջ ստուգումների, էլեկտրոնային ստուգումներով եւ այլ, Ադրբեջանը սա չի ընդունում։ Անտալիայի դիվանագիտական ֆորումում հետաքրքիր էր նաև Միրզոյանի շփումը թուրք գործընկերոջ հետ, Ֆիդանի հետ, որը տևեց ընդամենը մի 15-20 րոպե, ոչ ավելի։ Իհարկե, արտգործնախարարությունը Հայաստանի լուսանկարներ հրապարակեց եւ Արարատ Միրզոյանը այդ լուսանկարներում բավականին ուրախ եւ երջանիկ էր։ Սա էլ է արդեն ավանդույթ, երբ Հայաստանի պաշտոնյաները այսպեսի լուսանկարներ են հրապարակում եւ այնպեսի տպավորություն է, որ իրենք ոչ թե ճգնաժամի խորը ճգնաժամի մեջ գտնվող Հայաստանն են ներկայացնում, այլ երևի Ավստրիան կամ մեկ այլ ավելի երջանիկ երկիր։ Ամեն դեպքում Հայաստանի շուրջ ճգնաժամը գնալով էլ ավելի է խորանում եւ հայտարարությունները, որ հնչում են եւ Անկարայից եւ Բաքվից, վկայում են, որ մեր հարևանները պատրաստ չեն խաղաղության, պատրաստ չեն Անկարայի դեպքում կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, դիվանագիտական հարաբերություններ հաստատել, իսկ Բաքվի դեպքում էլ պատրաստ չեն հրաժարվել իրենց պահանջներից եւ պատրաստ չեն ստորագրել այդ թուղթը, որը որ կոչվում է խաղաղության պայմանագիր կամ խաղաղության համաձայնագիր։ Եվ դժվար թե առաջիկա ինչ որ բան փոխվի, քանի դեռ օրակարգ չի եկել ով եւ ինչպես է հեռացնելու Նիկոլ Փաշինյանին հարցը։ Իսկ մինչ այդ մենք ստիպված ենք լինելու դիտել նրան եւ լսել նրան։ Կան երկրներ, որ պատերի տակ շարում են, գնդակահարում են, պատերի տակ շարում են, գնդակահարում են, պատերի տակ շարում են, գնդակահարում են, ասում են խվայ, էս ինչ լավ էր, սիրտս հովացար։ Ու համոզված եմ, բան նույնիսկ այդ գլուխները վերցրեցից ապարել են, վայ, էս ինչ լավ ասրա գլուխ կտրեցինք, այս բանի ոտնա, այս Չինգիզ խանի ոտնա, այս էլ բանի պճեղնա, այս էլ տանում եմ տնիցս կախեմ։ Հա։ Այո, գիտեմ, հաճելի չի սա դիտել, բայց պետք է դիտել, որովհետև կրկնում եմ, ինքը մեր երկրի ղեկավարն է։ Մեկ շաբաթից մենք նշելու ենք ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Հնարավոր է, որ իսկապես Հայաստանի պատմության մեջ եղել են ավելի տխուր, ավելի դաժան պահեր, քան այսօր ենք մենք ապրում, բայց հաստատ ավելի ամոթալի պահեր չեն եղել եւ մեր պաշտոնյաները այսքան անմիտ երբեք չեն եղել։ Եվ գիտեք, ես անընդհատ մտածում եմ նաև մի բանի շուրջ։ Հայաստանցիները պատերազմից հետո, այդ դաժան պարտությունից հետո, կապիտուլյացիայից հետո, Արցախի հայաթափումից հետո ապաթիայի մեջ են, խորը ապաթիայի մեջ եւ փորձում են չմտածել, հավանաբար չգժվելու համար։ Իսկ Սփյուռքում ինչ են մտածում Սփյուռքում ապրող միլիոնավոր հայերը, մեծամասամբ հաջողակ հայերը, չէ՞ որ այն ինչ այսօր կատարվում է Հայաստանում
վտանգում է ոչ միայն Հայաստան պետությունը, այլ վտանգում է հայ ազգը։ Բայց այս մասին մենք կխոսենք մեր հաջորդ հաղորդման մեջ։ Բաժանորդագրվեք մեր ալիքներին, բաժանորդագրվեք այս YouTube ալիքին, բաժանորդագրվեք նաև մեր Telegram-ի ռուսալեզու ալիքին եւ այցելեք անպայման Facebook-յան մեր հարթակը։ Թողեք մեկնաբանություններ, գրեք ձեր առաջարկությունները, մասնակցեք X-Lab-ի աշխատանքին։ Կհանդիպենք։